Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ ազատամարտիկ նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մալխասյան։ Բարև ձեզ։ Պարոն Մալխասյան, տարիներ շարունակ դոմինանտ թեզը եղել է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության միակ երաշխավորն է, բարեկամ երկիրն է, դաշնակիցն է, եթե կուզեք այլ ձևակերպման փրկիչն է, առանց Ռուսաստանի Դաշնության մեզ կհոշոտեն, մեզ կկլանեն, մեզ կուլ կտան։ Եթե անգամ մի կողմ թողնենք պատմությունը վերջին 2-300 տարիների պատմությունը, այնինչ վերջին տարիներին տեղի ունեցավ անմիջապես մեր աչքի առաջ 2020 թվականի պատերազմը, վերջին ընտրությունները 2026 թվականի եւ արդեն նախընտրական եւ հետընտրական շրջանում այս սանկցիաները ուղիղ տեքստով Ռուսաստանի Դաշնության կողմից սպառնալիքները, որ մեզ սովի կմատնեն առանց իրենց Հայաստանը ոչ մի տեղ չունի գնալու եւ որ Ուկրաինային նայեք, ձեզ խղճացեք։ Սա ինչի մասին է խոսում եւ արդյոք Ռուսաստանի Դաշնության այդ փրկչի կերպարը այլևս իջիկ չի դառնում։ Սա շատ կարևոր հարց է, իդեպ ասում եմ, ես շատ ուրախացա, որ այդ հարցը դուք առաջինը մեջտեղ բերեցիք, որտեղ այն ազգերը, այն ժողովուրդները, խելացի ժողովուրդները, որոնք որ իրանց անցյալից ուրեմն հետևություններ չեն անում, դասեր չեն քաղում եւ նույն գետը ուզում են մտնել նորից, ուրեմն այդ ազգերը ապագա չունեն եւ դատապարտված են կործանման։ Հիմա ես փաստերը անսահմանափակ են, այդ ծեր ասած, թե վերջի 200 տարվա ընթացքում Ռուսաստանը ոնց է մեզ որպես գործիք ծառայեցրել, հնազանդեցրել եւ ամեն ինչ արել է, որ մենք պետականություն չունենանք։ Այսօր էլ այս պահին, այս քանի անգամ բաց տեքստով Դուգինը, Սալավյովը, Կրեմլի մյուս խոսափողները հայտարարում են, որ հայերը պետականություն չպետք է ունենան։ Հայերը համար պետականությունը հակացուցված է։ Պետք է լինեն Ռուսաստանի կցորդը, Ռուսաստանի մի մասը։ Այսինքն այլ կերպ մեզ չեն Եվ ի դժբախտություն մեր ժողովրդի, ի դժբախտություն մեր ժողովրդի մի զգալի հատված, կես միլիոն ցայն տվին, չէ՞, այդ բանին, ուղարկված կագեբեի լրտեսներին։ Ուրեմն այդ հատվածը մեր ժողովրդի այսօր խորապես չի հասկանում, թե ինչա պետությունը կամ պետականությունը։ Պատկերացում չունի, կորցրել է հայրենա զգացողությունը, պետականա զգացողությունը։ Իդեպ ասեմ, պետություն չունեցող ազգերը որբ են, անտեր են։ Պետությունը քեզ նաև տալիս է իրավունքներ, քեզ տալիս է անվտանգության երաշխիքներ, պետության մեջ դու քեզ ամուր ես զգում, որովհետև դու ես տերը այդ երկրի, այդ երկիրն էլ քո տերն է։ Հիմա ուզում են դա վերցնեն մեր ձեռքից։ Հիմա այդ եմ ասում։ Հիմա ուրեմն տեսեք, այն ազգերը, որ պետություն չեն ունենում, հեշտությամբ ենթարկվում են նաև ցեղասպանության։ Հрьяաները ցեղասպանության ենթարկվեցին, իդեպ 4 անգամ Եվրոպայում ավելի շատ հрья սպանվեց, քան մեր 6 միլիոն այնտեղ սպանվեցին, որտեղ պետություն չունեին։ Հիմա հрьяաները, որ ունեն ուժեղ պետություն, կարող է որևէ մեկը հрьяաներին նորից ցեղասպանության ենթարկվի։ Անհնար է, քավլիցի։ Նույնը հայերը։ Ուզում եմ ասեմ, պետություն չունեցող ազգը կորցնում է ամեն ինչ։ Կորցնում է իր ինքնությունը, կորցնում է իր տեսակի բարձր հատկանիշները եւ տարիների ընթացքում ուրիշ ազգերի մեջ ցիրուցան լինելով ծուլվում, վերջանում, վերանում է, որպես ազգ, որպես ժողովուրդ։ Պետություն ունենալը դա շատ կարևոր բան է, բայց ռուսները չեն ուզում, որ մենք պետություն ունենանք։ Պարզ ասում են, որ հայերը պետություն չպետք է ունենան եւ այս վերջին բանը, ընտրությունները դրա վառ ապացույցն են։ Նրանք իրանց ուրեմն ուղարկեցին իրանց լրտեսներին, ուրեմն եւ կոնկրետ, ուրեմն հրահանգով, կոնկրետ առաջարկով, որ պետք է ուրեմն մտնեք որպես դեսանտ, ուրեմն թափանցեք այդ պետականության ամրոցը եւ պայթեցնեք ներսից, որ Հայաստանի պետականությունը պետք է լինի ոչ թե հայերի ձեռքին, այլ Պուտինի ձեռքին։ Հիմա Իսկ Սամվել Կարապետյանի գալու նպատակը դա է եղել։ Այո, նրանց գալու նպատակը հիմնական դա է եղել, նրանք հավատարմության երթում են տվել, ստեղ որ իբր ախմախ հաղորդում հայտարարում են, թե գաղտնի պլան ունենք, այդ լրիվ հիմարություններ է, գաղտնի պլանը նա էլ, որ բացահայտվեց, որ դուք FSB-ի աշխատողներ եք,
այդ եզրասով, կաթողիկոսով, կալուգացի Սամվելով, մյուսներով բոլորը միասին, ուրեմն KGB-ի կողմից հատուկ առաջադրանքով հրահանգով ուղարկվել եք, որ այս երկիրը ուրեմն բան անեք, բռնազավթեք եւ հանձնեք Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Բայց հիմա դրանք չի ստացվել իրաց մոտ, ծախողվել են, որտեղ մեր ժողովրդի մեջ ինչքան էլ, այո, պետք է մենք ի դժբախտություն մեզ ասենք, որ փչացած հատված կա, մեր փրկությունը լինելու է ներսից, որտեղ ներսից ենք մենք փչացած, բայց ավելի շատ փչացածներից ավելի շատ ունենք առողջ հատված, առողջ, որոնք ուզում են պետություն, որոնք ուզում են պետություն ունենան, որոնք ուրեմն ծարս են գալիս, ասում են պետությունը չկպնեք պետությանը, մենք ենք տերը մեր երկրի, պետությունը գանձ է, պետությունը ուժ է, պետությունը հզորություն է, ուրեմն եւ այդ 700,000 ավել մարդիկ, որ քվե տվեցին, դրանք գիտագից խելացի աջակիցներն էին, ուրեմն դրանք հաստատեցին, որ հայերը առայժմ ուրեմն կարողանում են պետականության գաղափարը հայերը ոչ ամբողջությամբ հասկանալ ու գնահատել եւ ուրեմն այդ 700,000-ը մեր ժողովրդի ամենամեծ հարստությունն են մեր պետության եւ հետագա մեր պետության առաջընթացը զարգացումը թռիչքները պետք է կառուցվի այս 700,000-ի վրա իսկ այդ 500,000-ի վրա պետք է աշխատենք որ նրանք այդ ստրուկ վախկոտ վաճառված վիճակից կամ վերափոխվեն մարդ դառնան կամ էլ գնան եթե պետություն չեն ուզում թող գնան ուրիշ երկիր ապրեն մեր այդ գործ չունենան իսկ վիրավորական չէ որ Ռուսաստանի Դաշնության կողմից այդ մոտեցումը սանկցիաները նկատի ունեմ եւ հատկապես որ գյուղացիներին կպատժենք տնտեսությունը այսպես ասած կոչնչացնենք լոլիկը չենք առնի ծիրանը չենք առնի այսինքն պետականությունը որպես կանոն գնահատում են լոլիկով ու ծիրանով իհարկե ճիշտ եք ասում Ռուսները միշտ ուզեցել են մեր հետ ոչ թե հորիզոնական հարաբերություններ ունենան ու հայաց իրենք թելադրեն ռուսների ձեռագիրն ատա եւ հետաքրքիր մի բան կա տեսեք օրինակ ասենք Ադրբեջանը ռուսների նկատմամբ ավելի կոշտ հռետորաբանություն է այսօր օգտագործում մանավանդ վերջին օրերին ինչ են ասեցեն 3+3 ձևաչափի մյուս բարձրով շշմռում Ալիևը ուղղակի Պուտինին բայց ռուսները չեն համարձակվում Ալիևին նույն ձևի պատասխանել ինչ որ մեր նկատմամբ ռուսների ճնշումները անհամեմատ ավելի մեծ են քան Ադրբեջանի Էդի գիտեք ինչից է որտեղ Ադրբեջանը Ռուսաստանում չունի ռուսաստրուկ ծախված անազգան հայրենիք այն կարգի թափտպուկներ ինչքան որ մենք ունենք եւ որոնք որ փողի խաթեր իրանց անձնական շահի համար դուրս կգան իրանց սեփական պետության դեմ իսկ բանը ունի ռուսները դեմս հայերի ունեն լիքը այնտեղ ծախված հայեր որոնք որ իրենց անձնական շահի համար պատրաստ են ուրանալ եւ հայրենիքը եւ պետությունը եւ իրենց ազգի հատկանիշները Այսինքն Սամվել Կարապետյանը վերջինը չէ էլի կան մարդիկ ովքեր Այո շատ կան ոչ ամբողջությամբ Ռուսաստանում կան նաեւ շատ հասկացող գիտագից հայեր բայց կան նաեւ անգիտագից որ փողը դուր ազգ ասում են որտեղ հաց այնտեղ կաց հայրենիք այլևս գոյություն չունի եւ պատահական չէր որ երբ որ ադրբեջանցի օլիգարխներին ուրեմն ճնշումներ գործադրվեցին Մոսկվայում այդ օլիգարխները չենթարկվեցին Պուտինին թեքեցին Պուտինի երեսին եւ հեռացան ուրեմն եւ զարմանալին որն է ուրեմն ադրբեջանցիների պետությունը որ ընդամենը 100 տարվա պատմություն ունի չէ կարողացել են հասկանալ պետության ուրեմն կարևորությունը արժեքը իսկ մենք որ Քրիստոսի ծննդից առաջ աշխարհակալ պետություն ենք ունեցել Տիգրան Մեծի տարիներին եւ դրանից հենց առաջ ուրեմն մենք հենց մինչեւ հիմի չենք կարողանում խորապես հասկանալ թե ինչա պետությունը, ինչա պետականությունը, ինչա հայրենիքը, ինչա հայրենազգացողությունը եւ այդքանից հետո այդ Ռուսաստանա բնակ շատ հայեր Facebook-ում կարդում եմ ադրբեջանցիներին բնութագրում են որպես ազերբարանի եւ այս բոլորը որ նայում ես դնում ես իրար կողքի հարցը առաջ գալի հələ նրանք են
բառան թե դուք, նրանք են ոչխար թե դուք։ Ուրեմն զարմանալի բաներ պարզվում չէ, երես դուրս գալիս։ Եվ ես ասում եմ, այդ մեր հայերին, ընդեղի հայերին, որ այտենց եկան փողով, ուրեմն իշխանություն ուզեցին գողանալ։ Ուրեմն դուք այլևս ադրբեջանցիներին իրավունք չունեք ասելու ազեր բառանի եւ 100 տարի էլ եթե ապրեք, ոչ հայ կդառնաք, ոչ էլ ադրբեջանցի, դուք Պուտինոյիդ Արմենո բառաններ եք դարել այլևս։ Պարոն Մալխասյան, հասկացանք նաև թե ինչ իրավական գործընթացներ են տեղի ունենում հատկապես Գագիկ Ծառուկյանի շուրջ, Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց բացակայելու արգելքը դրվեց եւ 1 միլիոն դրամ գրավը դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Նարեկ Կարապետյանը սա որակում է որպես ուժեղ, ասում է, առաջնորդներին եւ ուժեղ ընդդիմադիրներին իշխանությունը իր ճանապարհից մաքրում է։ Երեք նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունից մեկը հայտարարում էր, որ անկախ մտածող եւ ուժեղ մարդկանց իշխանությունը իր ճանապարհից մաքրում է նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին, որքան էլ որ սա հումորի չի նմանվում, բայց ամեն դեպքում ինչ է տեղի ունենում եւ ինչու այս մարդիկ քաղաքականությունը որպես հովանոց են օգտագործում, այսինքն իրավական գործընթացները փորձում են փաթեթավորել ավելի շատ քաղաքական այսպես սոուսի տակ։ Հիմա տեսեք, այդ ուրեմն կալուգացիները եւ ընդհանրապես Ռուսաստանից այդ փողով եկածները, չէ՞։ Հələ թող մի պահ պատկերացնեն, թե Հայաստանից այտենց մի 100,000-անոց մարդ գնար Ռուսաստան եւ խառներ Ռուսաստանի ներքին գործերին։ Ինչ տեղի կունենար նրանց հետ։ Հետաքրքիր է, ինչ մի հատ սպիտակ թուղթ բարձելու համար բանդարգում են։ Հիմա դուք եկել եք ընդհանրապես ես սկզբից միջև Պարոն Մալխասյան, այստեղից ուղղորդային ասեն այնտեղ ապրող հայերը քվեարկեք այս մարդուն, մի քվեարկեք այն մի մարդուն։ Իզու թոզը կվերանար։ Դրանց հետ կվերանար Ռուսաստանից։ Կկորցնեին Հավիդյանից Հավիտենից։ Ընդհանրապես Հայաստանը պարտավոր է, հայ ժողովուրդը պարտավոր է այդ Ռուսաստանից ուղարկված ուժերին ընկալել որպես Հայաստանի պետականության ամենավտանգավոր թշնամին էր։ Ինչի՞ համար, որտեղ Ռուսաստանը պարզից էլ պարզ է, ես չեմ ուզում օրինակներով ցես ծանրապերնեմ, որ հայ ժողովրդին համարում է թշնամի պետություն։ Թշնամի բարեկամ չի, չեզոք չի, հայ ժողովրդին թշնամի պետություն է Ռուսաստանը։ Եվ իրանք բացահայտ հայտարարում են նաև, որ Հայաստանի եւ Ռուսաստանի պետական շահերը մազաչափ չեն համընկնում իրար հետ։ Բայց բարեկամ ժողովուրդներ ենք միաժամանակ։ Հնարավոր չի, բարեկամ չենք, ինքը թշնամի պետությունն է։ Ռուսաստանը եթե ուզում է մեր պետականությունը կործանի, ուրեմն թշնամի պետություն է։ Ուրեմն այնտեղից եկած ուրեմն դեսանտնիկներին, այդ ուրեմն վաճառված անազգան հայրենիք մարդկանց նույնպես պետք է ընկալել որպես ամենավտանգավոր թշնամին, որոնք եկել են պետականությունը պայթեցնեն ներսից։ Եվ իրանց հաջողվել է ի դժբախտություն մեզ թափանցելու մեր պետականության ամրոց։ Ազգային ժողովը նկատի։ Հեսա մի քանի օր հետո դրանք կմտնեն ներս։ Չնայած իրանցից ինչ-որ լուրջ ուրեմն կշիռ չեն ներկայացնում, որ այնտեղ ինչ-որ բաներ կարողանան ստեղծել, ոչ է ծրագիր ունեն, ոչ է գաղափար ունեն, նրանք ուղղակի տերերը հրահանգ են տալիս, գնում են առաջ։ Ուրեմն գնում են առաջ մտածելով, որ ռուսները հələ մինչև հիմի հույս են փայփայում, թե կարող է իրանք չկործանվեն, կարող է փրկվեն, հնարավոր է փրկվեն, չկա փրկության ելք։ Մոռացեք, Ռուսաստանին փրկության sense մազաչափ ելք գոյություն չունի, իրանք դատապարտված են։ Բայց իր գործակալների հետ ինչ է տեղի ունենալու։ Այդ գործակալներին էլ պահում են, իրանք մտածում են, թե կարող է իրավիճակ փոխվի, կարող է ֆորս մաժորային դրություն առաջ գա, կարող է եսիմ մեկը հիվանդանա մեռնի, կամ մեկը եսիմ փորձանքի կա, այդպես բաների ռուսական ձեռագիր իրավիճակ, որտեղ իրանք շատ բաներ են ստեղ արել, հոկտեմբերի 27-ին արել, մարտի 1-ին արել, իրանք մտածել են, թե ժողովուրդը բանը նախ իր էլի ոնց ուզենանք հետները կվարվենք, պետքա կծեծենք, պետքա կսպանենք, պետքա կգրավենք, հետո իրանք հիմար մտածում են նույնիսկ, որ ստեղ ռազմաբազա ունեն, այդ ռազմաբազան կարող է ինչ-որ տեղ խաղա, որ ոչ մի բան չի ներկայացնում իրանից։ Ռուսաստանը ընդհանրապես ամբողջ աշխարհում այսօր ոչ մի բան չի ներկայացնում։ Ժամ առ ժամ գնում է անկում։
Դատապարտված է կործանման, բայց այս աղմախները մտածում են, որ կարող է չկործանվի։ Մեկ էլ տեսա չկործանվեց։ Մեկ էլ տեսա հրաշք եղավ, հրաշքներ չի լինում։ Արդեն ամբողջ աշխարհին հանել եք ձեր դեմ։ Ձեր տերերը կործանվում են։ Դուք եք տերերը, որ կործանվեցին, սրանք ինչ են Իրանից ներկայացնում այլևս։ Ոչինչ։ Սրանք չեն ունենում հենարան, չեն ունենա նաև փող։ Փողն էլ ձեռներից կտանեն։ Արդեն տանում են։ Ռուսաստանում տեսեք ինչ է կատարում։ Փողերը տանում են, քաոս է սկսվելու մի ամսից։ Այս սրանք չեն հասկանում հələ։ Արդեն անտեր են մնացել, անտեր անտիրակալ։ Եվ զարմանալի որն է, ես այն որ նայում եմ տարբեր հաղորդումներ, ուրեմն Ռուսաստանի, նաև ոչ թե նայում եմ, Ռուսաստանից ես բարեկամներ ունեմ, մեկները մեկ-մեկ կապի մեջ եմ, ասում եմ մաքուր ռուս ժողովուրդը, երիտասարդությունն է ռուս։ Ուրեմն երազում է, որ Ռուսաստան պարտվի։ Նրանք ասում են Երանի թող զոհեր լինեն, թող 2-3 միլիոն զոհ լինի, մենակ թե Պուտինը ջախջախվի։ Հեռանա, ջախջախվի, որտեվ բռնատիրական, սարսափելի բռնատիրական ռեժիմը հաստատել Ռուսաստանում, ուրեմն գողական բարքեր, կաշառակերություն, վախ, սարսափելի վախ է մտցրել։ Այն աշճանի վախ է մտցրել, որ մարդիկ նույնիսկ չեն մտածում անգամ, որ կարելի է պայքարել։ Մենակ ուղեղներն աշխատում է, փախնենք, ճողոպրենք, փախնենք, կաշառենք, փախնենք։ Այսինքն դա դժոխք կատարել է երկիրը մարդկանց համար։ Դրա համար մարդիկ, այդպես դեպքեր ուրիշ պատմության ուրիշ ժամանակահատվածներում էլ եղել, որ սեփական ժողովուրդը երազել է, որ բռնապետը իր կործանվի, մենակ թե իրանք փրկվեն, ազատություն ստանան։ Մարդու համար ամենաթանկ բանը ազատ ապրելն է, ազատ խոսելն է, ազատ մտածելն է։ Իրանք ռուսերը չունեն դա։ Խեղդված են այս գողերի, օլիգարխների եւ ընդհանրապես օլիգարխ հասկացությունը, որ մեկ էլ իբր ունենք օլիգարխ։ Ժողովուրդը թող մի բան մարդ կա, օրինակ քրյա օլիգարխներին բան անում, գոհաբանում է, ասում է, գիտես, դրանք են կարևոր մարդիկ, դրանք օրինակ Ծառուկյանին ասում են, պիտի ժողովուրդը դուրս գա, ընդվզի, անգամ մարդիկ կան հայտարարում են, որ իրենք երկիրը կլքեն, եթե Ծառուկյանը բանտում մնա։ Այ մարդ քրյա օլիգարխ ինչ նշանակում, որ ինքը ոչ ազնիվ ճանապարհով քրյական ուրեմն բաներով հարստացել է, ծայրահեղ հարստացել է։ Հիմա երբ որ հարստացել է, սկսել է մի քիչ էլ լեկտիանալ, ասենք կոկորդիլոսներ պահել, անակոնդաներ պահել, ուրեմն ոսկե ջրել պատերը, արյուզների բաներ, քանդակներ հանել, այն Քրկորյանը մի լավ խոսք ուներ, ասում է շքեղությամբ զարմացնում են նրանք, ովքեր ուրիշ ոչ մի բան էլ չունեն զարմացնելու, ոչ խելք, ոչ նկարագիր, ոչ մարդկային բարձր իդեալներ, դրա համար իրանք այդպես բաներով զարմացնում են, որ ուշադրության մեջ հայտնվեն։ Հիմա թող ժողովուրդը մի բան վերջնականապես իմանա, որ ամբողջ աշխարհում քրյա օլիգարխան մենակ Հայաստանում չի, ուրիշ տեղ, Ռուսաստանում էլ ուրիշ տեղեր են։ Երբեք իր առաջ նպատակ չի դնում, որ ժողովրդի կենսամագարտակը բարձրացնի։ Տես նախընտրական էս քարոզչության ժամանակ ինչեր էին խոստանում 300,000 էս, 300,000 են, այսինքն, բայց այդ կեղծ է, ինչի մարա կեղծ։ Ընդհակառակ քրյա օլիգարխիան միշտ իր առաջ համար մեկ խնդիրը դնում է, որ ժողովուրդը ուրեմն անընդհատ իր փեշերից կախված, իր ձեռքը նայի, ենթարկվի իրան, դառնա իր հնազանդը եւ լյումպեն դառնա, լյումպեն, այսինքն բան ոնց ասեմ, արդեն կենթանու նման մի բան։ Այդ դեպքում ինքը այդ օլիգարխը անվտանգ ազգում իրան, բայց եթե ժողովուրդը բարեկեցությամբ ապրի, չէ՞, մի օր պետք է սկսի արդեն 14 իրարից տարբերել, հաշիվ պահանջել, դրա դեմ նստանալ։ Դրա համար քրյա օլիգարխիան ընդհանրապես ժողովրդի բարեկեցություն երբեք չի ուզում։ Եթե իրենք հայտարարում են նման բան, կեղծ են ասում։ Բայց հետաքրքիր է, որ ինչու այս գործողությունները հենց հիմա սկսվեցին, հենց այդ առումով էլ ուղղված են մեղադրանքները դեպի իշխողուր, ասում են օրինակ նույն Ծառուկյանը, մինչև հիմա չգիտեիք, թե ինչ անօրինություններով էր զբաղված, պարտադիր պիտի մտներ քաղաքականություն, այ տեսեք մտավ քաղաքականություն, ինչ որ իմաստով ձեզ խանգարում է երևի, դրա համար հիմա հեռացնում եք ճանապարհից։ Չէ, այդ խնդիրը միշտ էլ եղել է, ժողովուրդը միշտ էլ մտածել է,
որ ինքը ուրեմն ճիշտ է գործարարության մեջ, բիզնեսի մեջ ճարպիկ ա եղել, հաջողություններ ա ունեցել, բայց ինքը քաղաքականության մեջ ուրեմն ոչինչ չի կարող հաջողություն ունենալ, որտեղ ինքը այդպես քաղաքական գիտելիքներ չունի։ Եվ ընդհանրապես քաղաքականությունն ու բիզնեսը հենց խառնվեցին իրար, ուրեմն փորձանքը արդեն պետք է գա։ Հələ դուք ուշադիր նայեք, մենակ Հայաստան չէ, Ռուսաստան էլ, ուրիշ Ամերիկա այն բանը, որ մտավ քաղաքականության մեջ աշխարհի համար 1 միլիարդ տերը ոնց էր Իլոն Մասկը։ Տեսա, հետո հասկացա, որ իր տեղը չի։ Դա կես ճամփից փախավ։ Ռուսաստանում ինչքան օլիգարխներ են մտել ուրեմն քաղաքականություն, ջախջախվե, կործանվե, ամեն ինչ կորցրել են։ Խադարկովսկի, մյուսները, այս Ռուբեն Վարդանյանին, որ հանին Պուտինը հանեց ուղարկեց որ Ղարաբաղ, որ Արցախից էլ իշխանությունը վերցնի, հետո կա Հայաստան իշխանությունը վերցնի։ Տեսակ ինչ եղավ Ռուբեն Վարդանյանի վերջը։ Նույնը սրանք էլ են, արդեն ջախջախված են։ Թե դուք ինչ գործ ունեք, մտնում եք, այսինքն իրանք մեղք չունեն։ Իրանք չեն էլ ուզեցել մտնեն։ Ստիպված են եղել։ Իրանք պարտադրել են։ Իրանք առաջ պարտադրել են իրանք տերերը։ Նրանք բան են, ստրուկ։ Այլապես ինչ կանեին, պարոն Մալխասյան։ Այլապես Խադարկովսկուն ինչ արին։ Ինչ ունեն, ձեռից վերցնեին, իրանք բանդարկեին։ Ուրեմն ինքը սարսափելին ստրուկ լինելը չի։ Ամենասարսափելին ստրուկ լինելն է։ Հիմա սրանք եկել են, իրանք Պուտինի ստրուկներն են, ստեղ էլ իրանց են ստրուկներ, ուրեմն առաջ բերել։ Հիմա որ իրենց կուսակցությունից այդպես ակտիվ բոլորը մանդատներից հրաժարվեցին, 105 հոգի նախորդին եւ հետո տեսանք, որ 3 падգամավոր եւս դուրս եկավ, նրանցից մեկը շատ տեսանելի դեմք էր, երրորդ համարն էր Ուժեղ Հայաստանի Գոհարը Մելոյան։ Ինչով է պայմանավորված սա, ներքին վախերի մասին է խոսում, սա ինչպես իրենք են ասում իշխանության կողմից ճնշումների մասին է, ճնշումներից են վախենում, թե կարող է պարզվել, որ այս մարդիկ ընդհանրապես գաղափարի շուրջ չէին համախմբված։ Ընդհանրապես գաղափարի շուրջ չեն համախմբված եւ մի հատ խոսք կա, հին խոսք կա, ասում է կող, սիրտը թող։ Սրանք ուրեմն իրանք լավ ուսումնասիրել են, որ մինչեւ ընտրապայքարի մեջ մտնելը, որ իրանց առանց փողի ձայն տվող չի լինի։ Իրանք պետք է զբաղվեն իշխանակողությամբ։ Այսինքն եթե զբաղվում ես իշխանակողությամբ, ուրեմն հանցագործություն ես կատարում, չէ՞, ծանր հանցագործություն։ Հավ գողանալու համար դատում են, տան գողության համար դատում են, իշխանագողության համար չեն դատում։ Եվ սրանք, որ մտան այդ համակարգի մեջ եւ տեսան, որ մեր հակակոռուպցիոն կոմիտեն, ուրեմն լուրջ փաստերը արդեն բանալ է, հանել ասպարեզ, լուրջ փաստեր, եւ շատ փաստեր էլ կան, որ հələ նոր պետք է հանեն։ Որտեղ հիմի էլ գնում է պարզաբանումները, թե իրաց փողերի կեսը, ուղիղ կեսը, մոտ չեմ չափազանցնում, մոտ 40-50 միլիոն դոլար կորել է։ Այսինքն այդ բանը համակարգողները, դրանց ինչ են ասում, տասովչիկները, փողի ուղիղ կեսը գրպանել են։ Դրա համար Սամվել Կարապետյանը, որ ասում էր խաբված է զգում։ Խաբված են, գողացել են։ Հիմի գողից գողացել է։ Հիմի այս բաներն է գնում, այս փողոցային բանկա, ռազմբիրատները, այդ էլ են ջրի երես դուրս գալու, արդեն դուրս է գալիս ջրի երես։ Այսինքն սրանք խելացի մարդիկ, այդ 105 հոգու մեջ կան մարդիկ, որ ճոգում են, որ այս կծիկը քանի գնում, ուրեմն ավելի է բանանում, խոշորանում։ Եվ ուշ թե շուտ այս ռումբը բոլորը հավաքվել է Փաշինյանի ձեռքին։ Մի օր Փաշինյանը այդ ռումբը պայթեցնելու է։ Պայթեցնելու է ու ասի, դուք ընդհանրապես ոչ միայն լրտես եք, բայց դուք նաև իշխանակող եք։ Պետք է գնաք ու 10 տարի նստեք, որպեսզի իրանք բան չանեն, չձուլվեն այս հանցագործ խմբավորման հետ, որը չսերտաճեն հետագայում դրանց հետ, իրանք ուզում են հետ քաշվեն, ասում փորձանքի կեսից հետ գալնել հերոսության պես բան է։ Հիմնականում էս է, հետո իրանք մի ուրիշ բանից են վախենում։ Այն բանը մի օր մեկ-մեկ այդպես բաներ է ասում։ Հովիկ Աղազարյանը ասել էր 8 հոգի, ես հաստատ հայտարարում եմ 8 հոգի կմիանան ԿՊ-ին։
Նույն կարծիքին ես եմ, զարմանալիորեն։ Սրանց գաղափարական մարդիկ չեն, բոլորի հետևում վարկաբեկիչ փաստեր կան, թույլ, վախկոտ, քաղաքականությունից պատկերացում չունեցող, կյանքի փորձ չունեցող մարդիկ են, սրանք հեշտությամբ աճից կգնան ձախ, ձախից կգնան աճ, հեշտությամբ։ Այսինքն վարչապետի ձեռքում են բոլորը, որովհետև իրավական առումով խոսել են։ Այո, բոլորը վարչապետի ձեռքում է։ Վարչապետը ցանկացած պահի կարող է այդ ռումբը պայթեցնել, ուրեմն նոր ընտրություններ առաջ բերեն այդ ժամանակ, բայց ոչ այս սրանց մասնակցությամբ, լրտեսներին, առանց լրտեսների նոր ընտրություն։ Իսկ այն իրանց են տվողները այլևս նորից նրանք բան են, առևտուր են արել, փախ է։ Պարոն Մալխասյան, իսկ որ խոսում են տրիգերից, որ իրենք սպասելու են հարմար պահի, հարմար ժամանակի տրիգերի Ռոբերտ Քոչարյանների դեպ ասում, որ դուրս գան փողոց պայքարեն, հասնեն հաղթանակի, ԿՊ-ին հեռացնեն։ Այս խոսակցությունները ինչի մասին են։ Արժի ուշադրություն դարձնել, լուրջ վերաբերվել։ Բացարձակ ուշադրություն պետք չի դարձնել։ Փողոցով հարցերն լուծել։ Սրանք եթե հանգարց թեգուս հիմա, թեգուս աշնանը, եթե սրանց մեջ այդպես աղմախներ գտնվեն, կարող է դաշնակցությունից բզբզեն դրանց էլի մեկ-մեկ, որ դուրս գանք փողոց, չէ, վերջնական հիմա են տապալված, բայց հենց փորձարին դուրս գան փողոց, այլևս ոչ թե տապալված են, ջնջված են։ Ինչի՞։ Որտեղ ուրեմն ժողովուրդը արդեն խորապես հասկացել է սրանք ով են, սրանց հետևից նորմալ գիտագից մասսա չի գնա։ Իսկ այն մասսան, այն հատվածը, որին իրանք փողով գնել են, նրանք էլ չեն գնա։ Նրանք էլ են վախեցած այսօր։ Հիմա նրանք ովքեր փողեր են վերցրել, չէ, այդ փողերը դու գիտես հանգիստ խղճով ծախսում են, դողում են, ահու սարսափի մեջ են, որ մեկ ամիս հետո կարող է բացահայտվի, որ ես այն ժամանակ փող եմ առել։ Եթե ես հիմա գնամ, ուրեմն ցույցերին մասնակցեմ, արդեն պարզ կդառնա, որ ես իրանց շներից եմ։ Ինձ փողով են ժամանակ գնել են։ Ավելի լավ է ես չերևամ, հենց երևացի ուշադրության տակ կգնեմ։ Եվ սրանք չեն կարա մարդ հավաքեն։ Չեն կարա այդ 500,000 մարդու 1%-ը ինչքան է։ 5,000 մարդ, չէ՞։ 1%-ը 5,000։ 5,000 մարդ չեն կարա հավաքեն, այսինքն 1%-ը իրանց այդ ընտրողների, սրանք չեն կարող հավաքել։ Եվ այդտեղ կբացահայտվի ամեն ինչ։ Կբացահայտվի, որ սրանք սնանկ են, սրանք ուրեմն իշխանագող են, սրանք քաղաքական ուրեմն քաղաքականությունից պատկերացում չունեն եւ Հայաստանի իրական շունչն ու ոգին չեն հասկանում։ Կույր են։ Այսինքն այդ որ Կարապետյանն ասում էր մենք 500,000 գլուխ ենք, մեջբերում եմ ուղիղ իր խոսքերը, ինչքան էլ որ վիրավորական է արտահայտվել, եւ որ գորգրացողներ ունենք, պետք է կա ժամանակ փողոց դուրս կգանք, դա էլ է սուտ։ Այդ իդեպի շատ խելոք բան է ասել։ Այդ գլուխ ասում են, բանը կենթանիները լինում են ասուն եւ անասուն, չէ՞։ Անասուններին ասում են գլուխ, իսկ ասուններին ասում են մարդ, հոգի են ասում։ Հիմա եթե այդքան անասուն ունեք, վաճառված, հələ մի հատ փորձի, տես դրանց կարաս հանես փողոց։ Շարմազանովը ժամանակին հայտարարում էր, թե հանրապետական կուսակցությունը 250,000 անդամ ունի։ Հիշում եք թե չէ, հա, բազմաթիվ անգամ հայտարարել է։ Երբ որ իր շեֆին, էլի հանցանքների մեջ թաղված այդ Սերժուկ Սարգսյանին պաշտոնից ժողովուրդը շպրտեց փողոց, 250 մարդ չկար, որ ասել ես մեր առաջնորդին, ինչի հրաժարական տվեց։ Այս սուտ խոսակցությունները, այսքան մարդ ունենք, այնքան մարդ ունենք, էդի քամիա, մի հավատացեք դրան։ Եվ վերջում, պարոն Մալխասյան, քաղաքական ուժը, իշխող ուժը մեծամասնությունը արդյոք այդ, այսպես ասած, քաղաքական կամքը կդրսևորի եւ նախընտրական շրջանում այդ խոստումները հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը պետք է հայտնվեն բանտում։ Այդ խոստումների հետևից կգնա, թե սրանք երբեմն նաև ասում են, որ սրանք հետընտրական իմիտացիոն process-ներ են, կձերբակալեն, բաց կթողնեն ու նորից կունենանք այն 5 տարիները, ինչ ունեցել ենք նախորդ 5 տարիներին։ Հիմա ինչ է կարծում, այդ քաղաքական կամքը կա, որպեսզի այդ խոստումների հետևից գնա եւ ժողովուրդը վերջապես հասկանա, որ արդարադատությունը վերականգնվում։ Ես կարծում եմ, որ անպայման Փաշինյանը եւ նոր իշխանությունները կգնան այդ իրաց խոստումների հետևից։ Եթե չգնան, ուրեմն իրանք կկորցնեն իրանց
եղած այս ինչքան որ հավաքել են վարկանիշը կամաց գիշնի, այսինքն իրենք կգործեն իրենց դեմ։ Քաղաքականության մեջ ոսկե կանոն կա։ Այս միտքը միշտ կրկնել եմ։ Ցանկացած նոր իշխանություն, եթե նախորդների առանձնապես ծանր հանցանքները խորապես չի բացահայտում եւ մեղավորներին խստագույնս չի պատժում, ինքը նրանցից ավելի այլանդակ է դառնում եւ կամաց ինքն էլ կորցնում է իր հեղինակությունը։ Այս իրանք շատ լավ գիտեն։ Եվ իրանք կգնան սրանց հետևից հերթով, հանգիստ, փուլ առ փուլ, հիմնավորված, որտեղ հիմա իրավաբանությունն էլ է գիտություն, չէ՞։ Եթե առանց հիմքերի, առանց փաստերի մարդուն տարար բանտարկեցիր, այդքան բաներ կան, սրանք փաստաբաններ են վարձում, դեկորատիվ փաստաբաններ ունեն, մեկին բերել են Եվրոպայից, Ռոբերտ Ամստերդամ, 4-5-10 միլիոն փող են տվել, բերել են այդ դեկորատիվ փաստաբանները բաներ կգրեն։ Եվրոդատարան, հայցեր, մայցեր, մի քանի որ մեր Հայաստանը մտել է մի փուլ, երբ ինտեգրվում է համաշխարհային համակարգերին։ Էսի բարդ process է, եւ մենք 200 տարի գտնվել ենք Ռուսաստանի ճիրաններում։ Ռուսական համակարգի մեջ ենք եղել, ուրեմն շատ բաներով ենք ինտեգրվել դրանց։ Հիմա ուզում ենք դրանցից ճիրաններից այդ գազանների գնալ դեպի քաղաքակիրթ համաշխարհային համակարգ։ Պետք է դա անել փուլ առ փուլ, զգուշ, Այսինքն այդ կոճակը, որ ասում եք Փաշինյանի ձեռքին է, պիտի հարմար պահի սեղմել, ճիշտ է։ Հարմար պահի պետք է սեղմել, պետք է ուրեմն ճիշտ պահին, ճիշտ ժամանակին հիմնավորված, բայց ես համոզված եմ, որ ուրեմն նոր իշխանությունները իրանց բանը պետք է խոստումները կատարեն եւ պետք է պատասխան տան մեր ժողովրդին։ Վերջապես պատասխան տան։ Ինչպես է որ Քոչարյանը մի ամբողջ ազգի ու ժողովրդի տառապանքների, կորուստների, զրկանքների եւ արյան հաշվին դարձավ միլիարդատեր։ Երբ որ Հայաստան եկավ սոված անտեր միած Զապարոժեցով։ Այս հարցերի պատասխանը պետք է Փաշինյանը տա։ Ինչպես է որ սա այդ ինչ կախարդական փայտիկներ ունեին, որ սրանք մենք այս 70 տարի ապրում ենք, հələ հազիվ թոշակով ենք ապրում։ Էսի ոնց դառավ միլիարդատեր։ Որտեղից այդ փողերը, որտեղից Սերժ Սարգսյանին այդ բանը միլիարդները, որ կազինոներում ուրեմն հարյուրավոր դոլարներ էր տարվում, Արմեն Ավետիսյանին կանչում էր թե արի փողերը մուծի։ Որտեղից այդ հարստությունները, որտեղից բացատրությունները պետք է տան սրանք։ Եթե չէ պահանջես նոր իշխանությունները այդ բացատրությունները, ուրեմն շատ արագ, շատ շուտ իշխանությունները խապ ու խայտարակ կլինեն, կկորցնեն իրենց վարկանիշը։ Եվ ես համոզված եմ, որ դա Իզդանից ավելի լավ իրենք գիտեն դա եւ թույլ չեն տա իրենց հեղինակած զրկումը։ Շնորհակալ եմ, պարոն Մալխասյան, նաև ռետորական հարցերի համար։ Այո։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Ազատ Ամարտիկ նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանն էր, կհանդիպենք։